Վեդու համայնքապետ Գարիկ Սարգսյանի քեռին Վեդի համայնքից 100 միլիոնավոր դրամների տենդեր է շահում։ Կոկորդիլոսագետը արդարանում է, ասում է՝ «Էհա, բայց բոլոր տենդերները չի շահել»։ Դիլիջանի համայնքապետը իր եղբորը էժանով տարածք է տալիս ու տուգանվում է ընդամենը 200,000 դրամով։ Լավ չի։ Մարմնգում կարդում եմ Գյուլագարակի քպական համայնքապետը 40 միլիոն դրամանոց հողը 180,000 դրամով վաճառել է քրոջ որդուն։ Լավ չի։ Ֆինանսների նախարարը, որ ՔՊ-ի հիմնադիրներից է, 1,5 միլիոն դոլարի վարկ է ստանում։ Երևանի քպական փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի թոշակառուհայրը 1,5 միլիարդ դրամ վարկ է ստանում ու 100 միլիոն դրամից ավելի նվեր կառավարությունից։ Լավ չեմ որն է, ուղղակի փայլ ունա։ Արայիկ Հարությունյանի եղբայրը ինչ-որ խոշոր բիզնեսմեն է դարձել, այն մի քպականի ամուսինը խանութներ է բացում, սկեսրայրը ոսկու խանութ է բացում, պատգամավորուհին ասում է՝ «Էհա, ես չեմ բացել, սկեսրայրս է բացել»։ Անգամ ամենահարիվ քպական պատգամավորը իրեն դզել, փչել է։ Թվում էր, թե Հովիկ Աղազարյանը խեղճ ու Նիկոլից ոչ պակաս հարիվ է, պարզվում է 300,000 դոլարի վերաբերյալ քրեական գործ կա վրան։ Իսկ որ Աղազարյանի հետ չթարսվեին, այդ պատմությունը ջրի երես դուրս կգար, չէր գա,